Բեն Վարդանյանին Ադրբեջանում խոշտանգում են, ինչ է արել այս առումով մեր արտաքին հետախուզությունը հասկանա, ինչ է կատարվում նրա շուրջ։ Եվ առհասարակ մյուս գերիների հետ Շնորհակալություն հարցերի համար։ Հոգեներգործություն է եղել։ Ինչ հոգեներգործության մասին։ Խնդրեմ մի քիչ հեռու կպահեք, հանկարծ չխանգարենք իրար։ Շնորհակալություն հարցի համար։ Ծառայությունը իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել եւ ներկայացնել քաղաքական ղեկավարությանը եւ ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Հաջորդ հարցերը։ Ինչ է բարձր, ինչ է բարձր։ Քաղաքական իշխանությանը ներկայացրել եք, բայց Ձեր կոռեկտը ձեր հարցը հետախուզության ծառայությանը մանրամասնելու վերաբերյալ համարում եմ ոչ կոռեկտ։ Հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը։ Այլ հարց չկա։ Եթե այլ հարցեր չկան, ես մտնեմ նիստին։ Գրիգորի հարցի հատի ներողություն։ Ինչն է Ծառայությանը նման մանրամասների վերաբերյալ հարցը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ։ Այլ հարցեր։ Ձեր զեկույցը կառույցի հրապարակած զեկույցը նախորդ տարվա գործունեության վերաբերյալ նշում է, որ ադրբեջանական ինչ-որ գործընթացներ չկա։ Դա դուք ինչու եք կառույցի չէր այդպիսի շեշտադրումներ հաշվի առնելով, որ մշտապես Ադրբեջանից կան սպառնալիքներ։ Արտաքին հետախուզության ծառայությունը մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ արկա արտաքին ռիսկերը եւ ծառայությանը նաեւ հանրությանը տեղեկացնել հնարավորի եւ թույլատրելի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։ Ինչ վերաբերում է շեշտադրումներին, համաձայն եք, որ նման հարցը առաջին հարցն է, որ հետաքրքրում է հանրությանը։ Հարցակման մտադրությունների հնարավորության եւ այլն եւ այլն։ Եվ մեր խնդիրներն էր հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն եւ մասնագիտական տեսանկյունից գնահատել հարցակման հավանականությունը, ինչը մենք եւ արել ենք։